որ նախագահները անելիք ունեն 3 նախագահները, բայց տարաձայնությունները, հրապարակային կծմծոցները, հրապարակային բաները ոնց որ թե շարունակվում են։ Որպես ընդդիմության ներկայացուցիչ, դիմում եմ 3-ին էլ։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանին, եւ Ռոբերտ Քոչարյանին, եւ Սերժ Սարգսյանին, Արմեն Սարգսյանին չեմ դիմում։ Եվ Ալեն Խաչատրյանին հիշողություն ունեք, պարոն Բագրատյան։ Ոնց այլում փայլուն հիշողություն ունեք։ Հիմա մենք մոռացել էինք։ Հիմա մենք ձեր 3-ի կարիքն ունենք այս տղային հեռացնելու հարցում։ Հեռացնելուց հետո շատ հեշտությամբ կորոշենք, ժողովուրդը կորոշի ով է գալի իշխանության, եւ դա կլինի։ Ես պրոստը խնդրում եմ, որ սա նկատի ունենաք։ Ինքը անդադար է սառնում, ինքը անդադար ճեղքերը գտնում է, ճեղքերը բանա մտցնում են, ո՞նց է, որ քարը ճեղող բանը քարտաշը ո՞նց անում, զուբիլը խփում է ճեղքերի մեջ։ Ինքը զուբիլները ձեռնման է գալիս, Նիկոլը, եւ այդ ճեղքերը ինքը խփում է։ Իրաց թիմից ի՞նչ տպավորություն է, որ փախչող թիմ է, թե ակնհայտ երևում է, որ որտեղ ասում են մարդիկ դեռ իրար մեջ որոշում են 26-ից հետո ով է լինելու նախարար, ով է լինելու, չգիտեմ, ինչ ԿՊ-ի ներսում։ Իրանք չեն լինելու։ ԿՊ-ն չի լինելու։ Շնորհակալություն։ Եվ առհասարակ ակում կանել, որ խորհրդարանում գնալ ընտրությունների ԿՊ, եթե իրանք պիտի քվեարկեն, իսկապես այդ հնարավորությունը տրվելու, թե պիտի անմիջապես այդ պահից հռչակի, որ այս ուժը հակապետական, հակազգային։ Սա սահմանությունը փոխում, դա չպետք է ասնի։ Շատ լավ։ Այստեղ բոլորը միասնական պետք է լինեն։ Շատ լավ։ Բոլորը միասնական, եւ ոչ մի բոյկոտ։ Գնում ենք, որ ոչ ասենք։ Հանկարծ ով որ բոյկոտ ասում, օրինակ, չեմ ուզում դարձնել, Հայկ Մարությանը բոյկոտից է խոսում։ Եթե սխալվում եմ, Հայկից ներողություն խնդրեմ։ Ով որ բոյկոտ ասում, այդ Նիկոլա կնա։ Հայկ Մարությանն իբր քաղաքական գործիչ մեր դե խոսում է։ Կարող է վաղ մի ուրիշ կուսակցություն խոսա, բոյկոտում ենք մենք։ Իմացեք, դա բոյկոտ չի, դա հոգուտ Նիկոլի է, որովհետև ցանկացած տոկոսով դա կանցնի, եթե ոչ էլ շատ չլեն այոներից։ Շնորհակալ